Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը քաղաքական վերլուծաբան ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աբովյան, ժամեր առաջ տեղեկացանք Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասով, արդեն կարծիքներ կան, որ սա ոչ միայն փորձ է հերթական անգամ խոցելու թիրախավորելու ԲՀԿ-ն, այլ նաև ինչպես Նիկոլ Փաշինյանն էր խոստացել, հիմքեր են ստեղծվում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Խնդրեմ ձեր կարծիքը այս մասով։ Ըստ էության ամեն ինչ պարզից պարզ է, ասեմ ավելին, համոզված եմ, որ սա կապ ունի Գյումրու ընտրությունների հետ կապված, այն որ անոնսել էին, խնդիրը ինչու՞մն է, տեսեք, այն բոլոր նախագծերը, որոնք իրականացնում է այս իշխանությունը, հնարավոր չի իրականացնել, եթե խոշորագույն բնակավայրերը, քաղաքները իրենց վերահսկողության տակ չեն։ Ըստ էության իրենք գործում են կոլաբորացիոնիստական տրամաբանության ներքո, առ այն, որ սպասարկելով արտաքին ուժերի, ասենց ասենք, նպատակները, արտաքին ուժերի հրահանգները, հանձնարարականները եւ այլն, այնուամենայնիվ ցավոք իրենց համար ցավոք, մեզ համար շատ լավ է, ժողովրդի գործոնը ինքը բավականին վճռական է, վճռորոշ է։ Եվ հաշվի առնելով այն, որ շուտով իրենք նախատեսում են Արևմտյան Ադրբեջանի կոնտեքստում սահմանադրություն փոխել եւ այլն, այսինքն շատ թեմաներ կան, հայկական էներգետիկայի հետ կապված, վստահ եմ այսօր կխոսանք դրա մասին, այդ ամենը իրականացնելու համար պետք է ջարդել հայերին, իսկ ինչպես կարելի է ջարդել հայերին։ Այս պարագայում երկու հիմնական մեթոդ է օգտագործվում, դա իրավապահ համակարգի տոտալ տերորն է, որին մենք ականատես ենք, եւ երկրորդը այն մարդկանց մեկուսացնել, վախեցնել, փակել, կեղեքել, տանջել, ինչ ուզում եք ասեք, որոնք այս կամ այն առումով չեն կիսում այս իշխանության պրոադրբեջանական դիրքորոշումը։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին կարելի ասել ամենաանդիմադիր քաղաքներից մեկն է, ապա այո, Մարտուն Գրիգորյանի ձերբակալությունը ինքը զուտ կապված է Գյումրու իշխանափոխության, այսինքն լոկալ առումով, գործընթացի։ Տեսեք, Վարդան Ղուկասյան, ինչպես իրենց թվում է, իրեն կարողացել են նեյտրալիզացնել, չնայած ես մեծ կասկածներ ունեմ, հաշվի առնելով, որ Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին անձամբ եմ ճանաչում, ինքը շատ համառ մարդ է, էլի։ Երկրորդ, Մարտունը Գրիգորյան, այսինքն ոչ մեկի մոտ հարց չի ծագում, դե լավ դնենք սուբյեկտիվ իմ կարծիքը մի կողմ, որ չգիտես ինչու ձերբակալության եւ հետապնդումների հանդիսանում են այն մարդիկ, ովքեր ըստ էության ջախջախեցին քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում եւ հիմնական անդիմադիր գործոններն են, դե լավ գործոնների ղեկավարներն են։ Իսկ այստեղ ինչ որ բան փնտրել մանկալ պետք չի, յուրաքանչյուր բռնապետություն սա մի անգամից առաջ գնան կամ յուրաքանչյուր կոլաբորացիոնիստական կառավարություն ինքը երբեք չի ասում օրինակ Մարտուն բռնում է Վարդան Ղուկասյանին, Մարտունին Գրիգորյան եւ այլն, խոսքը Գյումրու մասին է գնում նրա համար, որ թույլ չտա, որ իրենք ազդեցություն ունենան ընտրությունների ժամանակ։ Միշտ ինչ որ տենց բաներ են հորինում, բաներ են սարքում մարդկանց գլխին կամ միգուցե ասենց ինչ որ մտածածին այդպես մեղադրանքներ են առաջադրում, ինչու միգուցե, վստահաբար դա այդպես է եւ այստեղ ակնհայտորեն Գյումրու ընտրությունների, այսինքն Հայաստանի ադրբեջանացման գործընթացի իրավական հիմքերի ամրապնդման եւ գործնականում այդ process-ը առաջ տանելու գործընթացը։ Պարոն Աբովյան, ընդհանրապես ինչ է կատարվում Բարգավաճ Հայաստան կուսակցությունում դրա շուրջ, որտեղ տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի ունեզրկումներ է շարունակվում, արդեն տեղեկացել ենք, որ Առինջ մոլի տարածքն են ցանկանում վերցնել։ Կուսակցությունը ինչ վիճակում է հիմա։ Գիտեք, առհասարակ ընդունված է, չէ՞, սպային ասել, որ մենք ամուր ենք, պինդ ենք եւ այլն։ Վերահաստատում եմ, այո, սա լոկ խոսքեր չեն, մենք ամուր ենք, պինդ ենք եւ այն քաղաքական դիրքը, որը մենք ունենք, մենք այդ դիրքից հետ չենք կանգնում, հաշվի առնելով նաև սա կարող է եզրակացնել Գագիկ Ծառուկյանի պարբերական, պարբերաբար բանտից ուղերձներից էլ է դա երևում։ Այսինքն այստեղ մենք այո, տեխնիկական առումով բավականին դժվարացել է, քանզի
տեղում այո ահաբեկում էր գնում, մեր կուսակից ընկերների բազմաթիվ մարդկանց քրեական գործեր են հարուցել, բռնել են, ընդ որում այնպիսի մի ապուշ եւ հիմար պատրվակներով, որ ակնհայտորեն երևում է քաղաքական հետապնդման գործընթացը եւ իհարկե Գագիկ Ծառուկյանի ֆակտորը։ Այո, փորձում են ամեն ձև լռեցնել, ամեն ձև ջարդել, ամեն ձև կանգնեցնել այն քաղաքական ուժին եւ այն քաղաքական ուժի լիդերին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, որը հանդես է գալիս եւ վստահ եմ հանդես է գալու երկու հիմնական թեզի շուրջ։ Հայաստանը պետք է մնա հայկական եւ երկրորդը Հայաստանը այլ ընտրանք չունի, եթե ուզում ենք մնա որ հայկական, քան հանրային համերաշխություն։ Հարց է ծագում, ինչի համար են բռնել, հա, Գագիկ Ծառուկյանին։ Հանրային դաշտում իմիջիայլոց կարելի է ֆիքսել, որ բավականին լուրջ համախմբում է գնում Ծառուկյանի շուրջ եւ առհասարակ, ասենց ծառուկյանական գործոնի շուրջ, նույնիսկ այսպես ասենք։ Եվ այստեղ շատ կարեւոր է ընդգծել մի հանգամանք, որ մարդիկ հարց են տալի, ոչ մեկի մոտ, իմիջիայլոց նույնիսկ իշխանության մոտ հարց չի ծագում, որ այս գործընթացին քաղաքական հետապնդում է, այդ խուժանավարի, այդ մուլտի վելնեսի խլելը, կոնյակի գործարանի, Արարատ ցեմենտ, հիմա Orange Mall-ի մասին են ասեկոսներ պատտվում եւ այլն, ակնհայտորեն ցույց են տալիս, որ առաջինը փորձում են ռեսուրսային բազիսից կտրեն անդիմադիր խոշորագույն ուժերից մեկին, երկրորդ հերթին էլ ճնշումներ գործադրեն Գագիկ Ծառուկյան, հա, գործոնի վրա եւ անմիջապես իր վրա։ Ինչպես տեսնում ենք, ըստ էության իրեն կատարում են երկու հիմնական սխալ։ Առաջինը, խնդիրը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է կամ խնդիրը ոչ թե Բարգավաճ Հայաստանն է, այլ խնդիրը այն մարդիկ են, ում այս իշխանությունը ըստ էության խփեց գետնով այն 60,000 ընտրողներ, ես էլ 60,000 շատ քիչ թիվ եմ ասում, խորին համոզմամբ ավելի շատ են, ավելի կան, շատ միգուցե նաև անգամներով շատ են, բայց ինչևից է հենվենք իշխանական տվյալների, հա, 60,000 մարդու ձայնը ուղղակի գետնին խփել, 60,000 մարդկանց ամենակարևորագույն, հա, ընտրությունը, ամենակարևորագույն իրավունքը, այսինքն իրավունքը որոշել դու որտեղ ես ապրում, վերցրեցին ու բռնաբարեցին ուղղակի, այդ իրավունքը բռնաբարեցին։ Եվ այստեղ Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործընթացները, հա, գեներացնելու պարագայում եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ հարակից, հա, մեզ հարող մարդկանց հանդեպ գործընթացներ գեներացնելով իրենք կարևորագույն խնդիրը չեն լուծում, իրենք չեն լուծում, որ ոչ թե եւ ոչ միայն Բարգավաճն է, օրինակ ասում, դուք սխալ ուղիով եք գնում, դուք պետք է փոխեք ձեր տեսլական եւ այլն, այսինքն այն ամենը ինչ դուք տեսնում եք, այլ իրենք ընդդիմանում են այն մարդկանց, ովքեր ըստ էության ընտրությունների նույնիսկ իրենց կողմից նկարված թվերի պարագայում իրենց ասացին գնացեք տուն, հաջողություն, որովհետեւ բացարձակ թվերով մեծամասնությունը այս իշխանությունը չի ունեցել եւ դրանով էր պայմանավորված, որ Բարթագյուղցի Բուդուլենց Սպանիխիդայի դեմքով դուս էին եկել ու հայտարարում են հələ ոչ մի բան հաշված չէ իրենց հաղթանակի մասին։ Այսինքն այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ լինելով կոլոբրանտ, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանի, այլ դա Եվրոպա, Ամերիկա կապ չունի, արտաքին ուժերի հետաքրքրությունները եւ հանձնարարականները կատարելու պարագայում իրենք հականդեմ են դառնում ժողովրդի, այսինքն մարդկանց, հա, կարծիքին, որոնք չեն ուզում ոչ Արևմտյան Ադրբեջան լինի, ոչ թերքացում լինի, ոչ Հայաստանը կախվածության մեջ ընկնի սկզբնական փուլում, հա, Ադրբեջանից եւ Թուրքիայից, այլ իրենք փորձում են իմիջիայլոց Գյումրու հետ կարելի է անալոգիա անցկացնել, այն կազմակերպչական, հա, միավորները, որոնք իրենց կարծիքով վտանգում են իրենց, նեյտրալիզացնել։ Այն որ Գագիկ Ծառուկյանի գործը շինծու է, քաղաքական է, նույնիսկ իրենք էլ չեն թաքցնում, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ քաղաքական նկատառումներից դուրս գալով հայտարարվել է նույնիսկ, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվելու է, ունեզրկվելու է, այսինքն այնքան, գիտեք, խելագար իրավիճակ է, որ միջև մարդուն բռնելը հայտարարում են, ասում են, մենք քեզ բռնելու ենք քո քաղաքական հայացքների համար։ Շունու շատ լկտի ձևով էր դա ասվում։ Զուգահեռաբար ընտանիք էին մտնում եւ այլն, այդ ամենը դուք գիտեք։
շտապեմ տխրեցնել այն փոքրաթիվ զանգվածին, որը աչքերը չռած, կեղտոտ երախները բացած, հա, ուրախանում էր այս process-ին, հիմա շատ քիչ են իրենք մնացել, բայց այնուամենայնիվ այս ամենը իրենց տունել է եկել արդեն, մտել, որովհետև օրինակ 10,000-ից ավել մարդ գործազուրկ եղավ։ Ամեն մեկը մի ընտանիք է հաշվեք, հա, 30-40 հազար հոգի այսօր գործազուրկ են մնացել, 30-40 հազար մարդ իրանք այս կամ այն առումով հարակից առումով առաջվում են, չէ՞, այս իշխանության ասենց ասենք բալենշիկներին, այսենց, հա, որտեղ իրենք դիտարկում են սա որպես ինչ-որ մի սպորտաձև, որտեղ հիմնական պրիզը հա Արևմտյան Ադրբեջանն է։ Եվ երբ որ մենք այս ամենը տեսնում ենք, այդ մարդիկ փաստորեն խանութ չեն գնա այն խանութում, տերը օրինակ հա այս իշխանությանը սատարում, այսինքն ինքն էլ կկորցնի գումարներ։ Կմուլտիպլիկատիվ էֆեկտ ունի այս ամենը։ Եվ սա իմ խորին համոզմամբ վերջնակետ չի, process-ը շարունակվելու է, Ադրբեջանը հստակ հանձնարարական է իջեցրել Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին արագացնել Արևմտյան Ադրբեջանի, հա, սահմանադրության ընդունումը ըստ էության, հա, եւ այստեղ իրենք փորձելու են բոլոր օջախները հայկական դիմադրության ինստիտուցիոնալ օջախները ոնց որ մի կերպ հանգցնել, բայց կրկնեմ, սա ընդհանրապես ոչ մի կերպ իրենց չի օգնի, որովհետև մարդիկ են դեմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր միգուցե իմ հետ հիմա համաձայն չեն, միգուցե բարգավաճին լավ չեն վերաբերվում, միգուցե իրենց միևնույն է Ծառուկյանը նստածը թե չէ, չնայած շատ քիչ են, համարը չկան այդպիսի մարդիկ, եւ այդ մարդիկ են անդիմանում եւ այստեղ կարծում եմ երկու, հա, կարծիք չի կարող լինի։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես վերջացնեմ, ապա ես ավելի քան համոզված եմ, որ բոլոր այդ գործընթացները խլելու հետ կապված իրենք նույն Գագիկ Ծառուկյանի պարագայում, հա, թեթև արբիտրաժի դեպքում միջազգային, իսկ արդեն միջազգային գործընթացներ են արբիտրաժային տեղի ունենում, սրանք սուս-փուս հետ են տալու եւ կգա մի իրավիճակ, որը շատ մոտ է, երբ որ կոպիտ ասած ֆինանսական առումով Ծառուկյանը բան չի կորցնի, այսինքն արբիտրաժը կստիպի սրանց հեծի օրինակը վերցնենք, հերո չգնանք, 700 միլիոն դոլար, հա, արդեն իսկ հայցը որոշ ինստանցիաներում բավարարվել է, ինքը այո, մի քիչ այդքան արագ process չի, բայց այս կամ այն առումով սրանք դա անելու են, իրենք հասկանում են դա, պարզապես տեղ խնդիրը նրանումն է, քանզի իրենք չեն տեսնում հեռանկար Հայաստանի Հանրապետության պարագայում, այլ իրենց հեռանկարը դա Արևմտյան Ադրբեջանն է, ապա իրենք շատ հանգիստ են դրան վերաբերվում։ Բայց այս ամենով հանդերձ իշխանությունները անում են այն ամենը, ինչ հարմար են գտնում, կոպիտ ասած, ինչ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, դա էլ անում են։ Հիմա օրինակ նաև կարծիքներ կան, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի եւ նա թիրախավորվել է ոչ միայն իր այսպես ընդդիմադիր կեցվածքի համար, այլ նաև որ համարվում է պրոռուսական ուժ եւ լավ հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ։ Այո, սա գործոններից մեկն է, բայց դե Լուկաշենկոյի լավ հարաբերությունների մասին ես մի քիչ գիտեք ոնց չի ասի, որ ինքը հիմնական պատճառն է։ Տեսեք, կա որոշում միջազգային խաղացողների կողմից Հայաստանը դարձնել թուրքական պրոտեկտորատ, կամ անեք Արևմտյան Ադրբեջան, 4-րդ հանրապետություն, կապ չունի։ Այս պարագայում երկու խնդիր կա, պետք է առաջինը նեյտրալիզացնել դիմադրության օջախները, որոնցից մեկը Գագիկ Ծառուկյանն է, եւ երկրորդը պետք է մաքսիմալ իրավիճակ ստեղծել, երբ որ մարդիկ չեն տեսնի իրենց ապագան Հայաստանում։ Շատ պարադոքսալ իրավիճակ է, ես թվում է իրանք չէին հասկանում, որ ԵԱՏՄ-ի հետ օրինակ հարաբերությունները սրելով դեպի իբր Եվրոպա գնալուց հիմա էլ կայանում են ասում են մենք Եվրոպա չեն գնաց, այսինքն այդ քաղաքագիտական, հա, շիզոֆրենիան շարունակվում, բայց ինչևից իրենք չգիտեին, որ ինչ վիճակ է ձևավորվելու։ Այսօր ունենք 100,000-ավոր մարդիկ, ովքեր իրենց հացից զրկվել են։ Հիշում եք, սրանք դուրս են գալու, ասում են հացին կակա են ասելու։ Այո, հիմա 400-500,000 մարդը հացին կակա է ասում։ Այս իշխանության, կրկնեմ, գործողությունների պարագայում, բայց խնդիրը նրանումն է, որ իրենք շատ լավ գիտեն ինչ են անում եւ այստեղ հարց է ծագում 400-500,000-ը ինչ են անելու։ Բնականաբար գնալու են։ Երկրորդ հարցն է գալի, բա որ գնալու են ում համար են տեղ բացում
այս իշխանությունները։ Իսկ պետք է դուրս գալ իշխանություն ընդդիմություն, հա, այդ անverջ վիճաբանությունից եւ պարզապես նայել փաստերին։ Մարդկանց զրկում են աշխատանքից, մարդիկ պետք է ապրեն, ինչ պետք է անեն։ Հայաստանում իրենք չեն գտնի աշխատանք, դե պարզ է գյուղացին ամբողջ կյանք զբաղվել է գյուղատնտեսությամբ եւ որքան էլ սրանք սուտ, հա, այտենց բաներ պատմեն, որ աշխատատեղեր են բացում, մենք բոլորս, հա, ապրում ենք Հայաստանում։ Հայաստանը ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Եվրոպայը, հա, անծայրացի, որ մենք չգիտենք 10,000 կիլոմետր են կողմից ինչա կատարում։ Պուճուր երկիր է եւ այստեղ մենք բոլորս ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Եվ այս պարագայում, այո, Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործընթացը աշխարհաքաղաքական բնույթ ունի, որովհետև Գագիկ Ծառուկյանը առաջին հերթին պրոհայկական գործիչ է, պրոհայաստանյան գործիչ է, որը տեսնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, զարգացումը, հարատևությունը եւ բարգավաճումը բոլոր խաղացողների հետ տրամաբանական նորմալ հարաբերություններ ունենալ։ Եթե դու չունես այլ ընտրանք եւ չես ունենալու Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան աշներից դեմնա մենք ապուշ չենք էդի անտես ենք, չէ՞, եթե չունես այլ ընտրանք քո ապրանքը վաճառելու, չկա պարզապես, որովհետեւ թանկ է այդ անտեր մնացած նվազագույնը լոգիստիկան։ Նամանավանդ որ Եվրոպան չի բացել սուտ ծերից ծերի դառները հայկական ապրանքների մասով, հա, եւ քո շուկան Ռուսաստանն է, ինչ Ծառուկյանը կայնի ասի, չէ, եկեք Ռուսաստան չտանենք։ Եթե ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ գոյություն ունի Թուրքիա եւ Ադրբեջան, որը երկու գործոն առաջ տանում ռուսական ներկայության դուրս մղումը տարածաշրջանից եւ հայկական ամբողջովին էներգետիկ, լոգիստիկ բոլոր, հա, առումներով կախվածության մեջ գցի իր մոտ։ Եվ երրորդը այդ ամենը բխում է Թուրքիա եւ Ադրբեջանի Հայաստանի կազմակերպման կամ Հայաստանի մաքսիմալ թուլացման կամ Հայաստան-Ադրբեջան վերածելու, Արևմտյան Ադրբեջան վերածելու կոնտեքստից։ Հիմա երբ որ այդ երեք կետը համադրում ենք, հիմա դուրները գա մեզ նայողներին չգա, ճղեն իրանց մեջտերից, խփեն իրանց գետնով, չգիտեմ, էշեշ բաներ գրեն իմ հասցեին, հա, դա ինձ չի տարգրում։ Գոյություն ունեն փաստեր, եւ այդ փաստերը վկայում են նրա մասին, այո, որ այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս իրականում կոմպլեմենտար, իրականում հարգալից աշխարհի հետ հարաբերություններ, իրականում այն հարաբերությունների, որի պարագայում մենք ստիպված չենք լինի ընտրենք կամ, հա, այլ պետք է լինի եւ, բայց այդ եւ-ն էլ ունի իր սահմանները, տրամաբանական սահմաններ։ Ապա այդ պարագայում, այո, աշխարհաքաղաքական կոնտեքստ էլ ունի։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանով չի սկսա այս ամենը եւ իրանով չի ավարտվի։ Սա process է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հասարակ քաղաքացու տուն էլ չեն գա, կգան, տուն էլ կգան։ Իզուր չեմ ասում, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ կառավարչական համակարգը ինքը թուրքական եւ ադրբեջանական միտում ունի, ինքը կոլոբրանտ է։ Այո, բնակչության որոշակի ինչ-որ մի մասը պաշտպանում է թուրքերին, ադրբեջանցիներին եւ կոլոբրանտներին։ Դա մշտապես եղել է, դա վիշի կառավարության ժամանակ եղել է, որ նացիստները օկուպացրել էին Ֆրանսիան։ Դա եղել էր դիցուկ 1915 թվականին Թուրքիայում, ներողություն, ով էր ցուցակները կազմում հայերի կոտորելու հայերն էին կազմում։ Դա կար բոլշևիկյան Հայաստանում, ով էր գնդակարում 37 թվականին հայ մտավորականներին, ով ռուսներն էին գալի Մոսկվայից գնդակարում, չէ, հայերն էին ստե գնդակարում։ Կաթողիկոսին ով էր խեղդը։ 36 թվականին, եթե չեմ սխալվում, ռուսներն էին խեղդը, չէ, հայերն էին խեղդը։ Հասկանում եք, այսինքն մենք այստեղ պետք է ընդունենք, որ այո, Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց մի զանգված, շատ են քիչ են, ես հիմա չեմ ասում, որոնք ինչ-ինչ պատճառներով պատրաստ են սպասարկել Թուրքիայի, Ադրբեջանի շահերը, ի վնաս Հայաստանի Հանրապետության, մենակ նրա համար, որ օրինակ, չգիտեմ, կերը տեղը լինի, կամ ատելությամբ են լցված, կամ միգուցե հոգեպես առողջ չեն, կամ պրոպագանդայի տակ են, սա մենք պետք է ընդունենք եւ պետք է ուղիղ դրա մասին ասենք։ Ինչ անել այդ մարդկանց հետ, հարց է ծագում, չէ՞։ Ըստ էության ոչ մի պարագայում չանել այն, ինչ անում են իրենք, այսինքն ատելություն գեներացնել, այսինքն չգիտեմ, բռնել, դատել եւ այլն, ամեն մեկի մոլորվածի հետ պետք է առանձին աշխատել եւ եւս մեկ անգամ աշխատել։ Եվ այդ պարագայում գոհունակությամբ պետք է ասեմ, որ շատ մարդիկ, ովքեր այս իշխանության համար բոխախ էին ճղում ժամանակին,
հիմա դարձի են եկել դեպի հայկականություն, դեպի հայկական աշխարհ, դեպի իրենց ակունքներ, ինչու ոչ քոքեր, դե լավ այսպես ասենք։ Եվ հասկանում են, որ այս իշխանությունը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման, ընդ որում գիտեք, յուրահատկությունը process-ի որն է, որ տանելով դեպի ապամոնտաժման դառնում են ուրախ, չգոռալով, ուրախանալով, չգիտեմ, փառատոններով, ջանջիգար ասելով եւ այլն, այսինքն process-ը, որը ակնհայտորեն բացասական է, այդ ոնց որ մարդու թաղմանը զուռնա դհոլով գան ու տնգի ապարելով տանեն գերեզմանատուն։ Մոտավորապես այս հոգեբանությունն է այդ թե իշխանության, թե մարդկանց գլխի մեջ նստած։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինքնիշխանությունից, սակայն մենք Իլհամ Ալիևից ենք իմանում, որ ադրբեջանցի մասնագետները եղել են Հայաստանում, թեյփի շրջանակներում հետազոտություններ են իրականացրել, իրենք են որոշել էլեկտրահաղորդման գծերի տեղերը եւ Իլհամ Ալիևը ավելին խոսում է ատոմակայանի փակման եւ դրանից հետո էներգետիկ ճգնաժամի մասին, որ սկսվելու է Հայաստանում։ Դե ես ավելի քան համոզված եմ, որ սա հաստատում այն ամենը, ինչ ես ասել եմ, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության, ինքնիշխանության եւ պետականաշինության, պետականամետության գաղափարախոսությունը սկսում եւ ավարտվում է Ադրբեջանի հետաքրքրության ներքո։ Այո, իրանք նորմալ են դա անցալում, դե բա ոնց պետք է անցալում, իրանք սպասարկում են իրենց շահերը։ Այո, զարմանալի բան չկա, ասեմ ավելին, Աստված բեթարից ազատի, չնայած չի ազատի, որովհետեւ Աստված մեզ տվել է խելք, մենք հասկանանք process-ը, դեպի ուրատանում ով խելք ունի, հասկանում է, ով էլ չունի, դե մեղքը իր վիզա, որովհետեւ իր տունն էլ են գալու։ Ստեղ խնդիրը այդ, գիտեք, հաճախակի լսում եմ, վայ, վույ, ես ինչ սցենարներ եք ասում, Ժորժ ջան, նույնը ես լսում էի 19 թվականին։ Նույնը լսում էի 20 թվականի մայիսին, երբ որ կրկին Բարգավաճ անգավ հարվածի տակ, երբ որ ասում ենք, հեսա կռիվ է լինելու եւ բոլորին ընդհանրապես, հա, Ծառուկյանից սկսած առաջի ձերբակալությունը հենց դրանից է, չէ՞, 24-ին ձերբակալել էին, 27-ին կռիվը սկսեց։ Նույնը այստեղ, դուրներդ գա, չգա, գիտեք, ինձ միևնույն է։ Ես խնդիր չունեմ հաջողանալու։ Ես խնդիր ունեմ հետեւյալի, ներկայացնել իրավիճակը այնպես, ինչպես կա։ Իսկ իրավիճակը հետեւյալն է. այո, Հայաստանը սպասարկում է Թուրքիա-Ադրբեջանի շահերը։ Այո, Հայաստանի ինքնիշխանությունը չգիտես ինչու սկսում եւ ավարտվում է հակառուսականության եւ հակաեվրասիականության մեջ, նկատել եք։ Ցայտուն օրինակ, Լուկաշենկոն չգիտեմ ինչ է Ալիևի հետ խոսացել։ Լուկաշենկոին ոնց ասի, չեմ պաշտպանում։ Փաստ եմ արձանագրում, ինչ ասես չասեցի։ Դիցուկ ենթադրենք ինչ-որ բան ասել։ Բայց Ալիևին, որը հայերին շներ էր, կենթանիներ էր անվանում, Ալիևին, որը պնդում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, Ալիևին, որը հեգնում է մեզ, Ալիևին, որը 3 ձեռեր առնում է, ասում է դե մի նեղվեք, որ կապիտուլյանտ եք։ Այդ Ալիևին իրանք խնդիր չունեն, ասեմ ավելին, ամեն տենալուց չոքերը դողում է, ասում են գնանք մի հատ կոֆե խմենք։ Դե հասկանում եք, չէ՞ տարբերությունը։ Աբա այդքան, որ ասում է լուրջ տղեկ է, գնացեք Ալիևին, ասեք ինչ ես դուս տալի, արա։ Ոսկի ինչ ես դուս տալի, կամ այդ որ խրոխտ, շեմ Պուտինն է, դե չգիտեմ Լուկաշենկոն է եւ այլն, այդ որ տես հելնում տես բաներ եք խոսում։ Արա առավոտից իրիկուն մեզ վիրավորում է։ Վերջի վիրավորանքը մարդ այսքան խելք պետք է ունենա, այսքան որ հասկանա, որ երբ որ մի պետության ղեկավար, որը էթնիկ զտում է իրականացրել, որը հայերին ատում է, որովհետև հայերը խանգարում են իրենց աշխարհաքաղաքական պլանների իրականացնելու համար, որը ոչնչացնում է եկեղեցիներ։ Իմիջիալս նկատել եք Ալիևը ֆիզիկապես է ոչնչացնում Ադրբեջանում եկեղեցիներ, ստե եկեղեցական վերնախավին են դատում։ Մենք ունենք 3 միլիարդատեր, մեկը նստած է Բաքվի բանտում, մեկը տնային կալանքի տակ է Սամվել Կարապետյանը, մեկը բանտում Գագիկ Ծառուկյանը։ Այդ հարցերի պատասխանը ինչի է այս ամենի համընկնումը, ոչ մեկին չի հուզում, հասկանում եք։ Մենք պետք է հստակ բարձ հասկանանք, չունի Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանություն, չունի Հայաստանի Հանրապետությունը անկախություն, այդ ամենը outsource է հանձնված Եվրոպային, Ամերիկային, Թուրքիային, Ադրբեջանին, որոնք իրենց հերթին չեն դիտարկում եւ այստեղ որքան էլ տարօրինակ չէ, ինչի է օրինակ եվրոպացիներին, ամերիկացիներին չեն մեղադրում, գիտեք ինչի։ Իրենք տրամաբանությունը հետեւյալն է, ես շփվում եմ թե սենատորների, թե կոնգրեսականների, թե եվրոպացի, հա, падգամավորների հետ, շփվելանես չի, հա, պաշտպարոշտի ենք, բայց այնուամենայնիվ վերլուծական դաշտում
Իրանք ասում են ժողովուրդ ջան, օքեյ, դուք որոշել եք, որ դուք պետքա զրկվեք պետականությունից։ Դուք ունեք, որովհետև ըստ էության դա է որոշումը այն մարդկանց, ովքեր հավատում են այս իշխանության մասին չեմ խոսում, իրանք կատարածու են։ Ասում են, օքեյ, բայց ձեր ոչնչացումը հիմա այդ դիրքին նաև ռուսներն են, այդ դիրքին նաև ԵԱՏՄ-նա, ղազախներն են, իրանցիներն են։ Ասում են, ախպեր, որոշել եք վարի գնաք։ Խնդիր չկա, բայց ձեր վարի գնալու պարագայում մենք մեր ինտերեսը եւ շահերը պաշտպանելու ենք։ Եվ սա է ըստ էության այն ամենը, ինչ մենք տեսնում ենք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը քաղաքական վերլուծաբան ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։